Այսօր կայացած ավականու երկրորդ նստաշրջանի առաջին նիստում հիմնական քննարկման թեմաներից մեկը դարձավ քաղաքի հեռանկարային զարգացումը։ 15 միլիոն դոլար բյուջեով պլյուս մինուս չենք կարողանալու Գյումրիի ճակատից մաքրել աղետի գոտի պիտակը։ Ավականում Այդ Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը ներկայացրեց այն ծրագիրը, որը դեռ իր նախընտրական քարոզարշավի առանցքում էր։ Քաղաքին ազատ տնտեսական գոտու եւ հարկային արտոնյալ կարգավիճակով ազատ քաղաքի կարգավիճակ տալը։ Այս գաղափարին դեռ ամիսներ առաջ ստորագրություններով հավանություններ տվել ավելի քան 7000 գյումրեցի։ Մասնագիտական հաշվարկներով ակնկալվող արդյունքներն են քաղաքի զարգացում, ավելի քան 15000 նոր աշխատատեղ, շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում, գիտակրթական առաջընթաց։ Մենք հասկանում ենք, որ սա համայնքային մակարդակով լուծվող հարց չէ, բայց ավականին մենք բոլորս իրար հետ մեր անելիքն ունենք։ Բոլորս էլ գյումրեցիներ ենք եւ համատեղ ջանքերով պետք է ստիպենք իշխանությանը հաշվի նստել հազարավոր գյումրեցիների, ովքեր միացան մեր ստորագրահավաքին եւ հենց իրենք դարձան պահանջատեր այս ծրագրի կյանքի կոչման համար։ Սիմոնյանը ընդգծեց Գյումրու աշխարհագրական կարևոր դիրքը, հյուսիս-հարավ-մայրուղու հանգույց, երկաթուղային եւ օդային հաղորդակցության հնարավորություններ, ինչպես նաեւ որակյալ աշխատուժի առկայություն։ Նրա խոսքով այս բոլոր գործոնները կարող են Գյումրին վերածել ներդրումների գրավիչ կենտրոնի։ Անհատ ձեռնարկատերերը եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները կազատվեն օրենքով սահմանված, ոչ թե կազատվեն, այլ կզիջվեն օրենքով սահմանված հարգերից 50%-ով։ Եվ հենց դա կնպաստի, որպեսզի ներդրումային հոսքը Գյումրիում մեծանա եւ Գյումրին 5 տարվա մեջ ամբողջությամբ փոխի դիմագիծը։ Նա նաև հիշեցրեց, որ նմանատիպ փորձ արդեն կա աշխարհի տարբեր երկրներում եւ այն ամենուր դարձել է տնտեսական վերելքի հիմք, սակայն մինչ ծրագրի օգտակարության միջազգային օրինակները քննարկվում էին, Գյումրու ավականու նիստում նախաձեռնությունը դարձավ բուռն բանավեճի առարկա։ Եթե ամբողջ ազատ տնտեսական կոդու եւ ազատ քաղաքի կարգավիճակ տալը Չինաստանի համար զարգացման ճանապարհ են դունվում եւ դուք ձեռ եք առնում, դրա համար է այսօրին ենք, ներողություն, դրա համար է այսօրին ենք, դրա համար Արցախը չկա, դրա համար սրբազանները տերորիստ են, դրա համար Ջերմուկի կախուն թուրքը նստած է։ Համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը նախարարարկեց հարցը հանել օրակարգից, ապա քվեարկել թողնել հարցը օրակարգում, թե ոչ։ Չնայած բազում խոչընդոտների Կարեն Սիմոնյանին հաջողվեց նախագիծը անցկացնել։ Ես առաջարկում եմ ուզում եք քվեարկենք։ Միանշանակ, որպեսզի գյումրեցին տեսնի, ով է կողմ ազատ տնտեսական գոտու եւ ազատ քաղաքի կարգավիճակի, ով դեմ, ով ձեռնբա։ Լավ, հիմա մի հատ ես որպեսզի ոչի կրնակ չլինի։ Ես խնդրում եմ ովքեր են կողմ, որ հետաձգենք այս բանը, այսօրվա Կարեն Սիմոնյանի առաջարկած։ Որպեսզի ավելի կառուցողական լինի, որպեսզի իրոք հարցի լուծում գտնենք։ Ոչի կրնակ եք։ Ինչի։ Մի քանի ամիս հետո ես հասնեմ որ։ Լավ, ուրեմն սպես ենք անում։ Լավ, ուրեմն բերեք։ Եղավ։ Եկեք քվեարկենք, բայց հետո նորից այս հարցը կլսենք, եթե չանցավ, հետո նորից կլսենք։ Արդյունքում նախաձեռնությունը հաստատվեց ավականու 18 կողմ եւ միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության 13 ձեռնպա ձայներով։ Հաջորդ քայլը ուղերձով Հայաստանի Հանրապետության կառավարությանը դիմելն է ծրագիրը քաղաքում իրականություն դարձնելու համար։ 18 կողմ 13 ձեռնպա շնորհավորում ենք։ Ձեռնպան դա նշանակում է անտարբեր, որը իմ դիտարկմամբ ավելի վատ է, քան դեմ քվեարկելը։ Ինչ որ միտեղ։ Իհարկե երկուսն էլ ներում չունեն, որովհետեւ Գյումրեցին ասում է եղբայր, եթե ես մի քիչ հարկ տամ 50%-ով, դու ինչի համար ես ձեռնպա։ Պետք է կանգ առնենք եւ պետք է նորից շարունակենք այդ նույն ջանասիրությամբ, որովհետեւ ի վերջո որևիցե իշխանություն հասկանա, որ եթե Գյումրին պետք է ունենա զարգացում, ուրեմն դա հեռանկարային զարգացման ծրագրի շնորհիվ է։ Օրակարգում նաև քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի հաստատման հարցներ, այստեղ եւս ավականու անդամները, ինչպես նաև Մայր Հայաստան խմբակցության անդամ Աննա Մուրադյանը մի շարք դիտարկումներ ու վերապահումներ ունեին։ Շփվելով քաղաքացիների եւ մասնագետների հետ եղավ կարծիքների փոխանակում եւ եկանք այն եզրահանգման, որ այգում արձաններ տեղադրելը արդյունավետ չէ։
պետք է այգին օգտագործվի ֆունկցիոնալ։ Այգու սկզբնամասում եւ վերջնամասում արդեն կան արձաններ, պետք չէ արձանախեղ տանել այգին։ Առաջարկում ենք այս պահին հանել ծրագրի միջից վերջին նախադասությունը եւ հաղթանակի այգու վերաբերյալ հայտարարել գաղափարների մրցույթ։ Հաղթանակի այգու վերաբերյալ դե ես նշեցի, որ դա ընդամենը տեսլականում ներկայացված է եւ նշեցի, որ դա անփոփոխ փաստաթուղթ չէ։ Մենք իհարկե կքննարկենք բոլորիդ հետ միասին։ Այնուամենայնիվ հնգամյա զարգացման ծրագիրը այս անգամ հաստատվեց։ Մեր դիտարկմամբ ցանկացած հնգամյա զարգացման ծրագիր չի կարողանալու Գյումրիի դիմագիծը փոխել եւ դարձնել աղետի կոդու զարգացման կոդի, հետեւաբար մանր դետալների մեջ խորանալը ճիշտ է, սխալ չի, վատ չի, բայց կարծում եմ, որ այդտեղ չկա դեմ կամ կողմ, որովհետեւ հիմա մեր կողմից առաջ քաշվեց հաղթանակի զբոսայգին, կենտրոնական այգի էր, որը չէր կարող այդպես անմխիթար մնալ, բայց հիմա մի այգու փոխարեն մյուսը, չգիտեմ, մի ինչ որ կրտոջախի փոխարեն մյուսը, դա չի տալու այն զարգացումը, ինչին մենք սպասում ենք։ Հետևաբար այդ հարցին հնգամյային կողմ եւ դեմ քվեարկելը շատ մեծ էական տարբերություն չէր։ Բացի ծրագրային առաջարկներից, Կարեն Սիմոնյանը հանդես եկավ նաեւ քաղաքական գնահատականներով։ Աննշան հիշեցում եմ, ես նախ անցյալ նիստին ասեցի, որ հորդորում եմ ձեզ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը իր փոքրիկ ներդրումն ունենա Միքայել Սրբազանի օր առաջ բաց թողնելու համար։ Քանզի գործը շինծու է, փաստ է, որ որոշ ժամանակ առաջ ասված խոսքերի համար չեն դատապարտել եւ քրեական գործ չի հարուցվել, իսկ որոշ ժամանակ հետո հարուցվել է։ Միքայել Սրբազանը մենակ ընդդիմության Սրբազանը չի Շիրակի մարզի, նաեւ յուրաքանչյուրի Սրբազանն է։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Նախկին որոշումներում փոփոխություն կատարելուց մինչև դրամական հատկացումներ ու Գյումրիօր ամենամյա տոնակատարություն կայացավ Գյումրու ավականու հերթական նիստը, որով փաստացի արձանագրվեց այս տարի քաղաքի օրը չի նշվի։ Գյումրու ավականու այսօր տեղի ունեցած նիստում ներառված էր 34 հարց, այդ թվում հնգամյա զարգացման ծրագիրը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ամբողջ կազմով դեմ քվեարկեց ծրագրին, մյուս խմբակցություններն իրենց առաջարկներն արդեն տեսել էին թարմացված ծրագրի նախագծում, ուստի կողմ քվեարկեցին։ Գյումրու զարգացումը ուղիղ կապված է հին երեխաների ապագա 5 տարիների զարգացման հետ։ Ես այս զարգացման ծրագրի մեջ կուզենայի տեսնել թվերով, այսինքն 25-ից 26 թվականին քանի մանկապարտեզ ենք հիմնանորոգել, 25-ից 26 թվականին քանի բազմաբնակարան շենքի տանիքներ են վերանորոգվելու, 25-ից 26 եւ այդպես շարունակել այդ թվականների մոտ 180 գրունտային փողոցներից Գյումրի քաղաքի փողոցների ուղիղ 50%-ը դուք էլ արդեն տեղյակ եք գրունտային են, ասֆալտ չկա, հողի ցեխի մեջ է։ Քանիսն են կառուցվելու եւ այլն։ Գյումրիում ներկայային գտնվող տնանքների քանի տարվա են ազատվելու, ինչ միջոցներով ու կոնկրետ թվերով, փաստերով։ Ոչ թե քննադատություն որպես ընդդիմադիր, այլ որպես գյումրեցի, ով ուզում է, որ այո, իր քաղաքը զարգանա։ Անդրադառնամ թերևս ամենահրատապին Սևերսկի թաղամասում հարգելի գործընկերներ 1960 թվականից չկա կոյուղատար համակարգ։ Թաղի բնակչուհի Աննա Ունուսյանը նամակ է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից էլ Տիկին Ունուսյանին պատասխանել են, մեջբերեմ պատասխանից։ Հայտնում ենք, որ կարևորելով բնակչության սանիտարական պայմանների ապահովումը, առաջարկում են Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի կեղտաջրերի հեռացման համակարգի կառուցման աշխատանքների հնարավորությունը դիտարկել ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ընդ որում ջրահեռացման համակարգերի կառուցման սուբվենցիոն ծրագրերի դեպքում ՀՀ պետական բյուջեի մասնաբաժինը 70% է կազմում։ Այսինքն, այս գրությունը հիմք է տալիս մեզ ենթադրելու, որ խնդրի լուծմանը կմնա 30% համայնքային ներդրումը եւ թաղամասը կունենա կոյուղատար համակարգ։ Դիմում եմ Գյումրու ավականու բոլոր խմբակցություններին, այդ թվում նաեւ իշխանական, կենտրոնական իշխանությունը ներկայացնող խմբակցությանը, որ պետք է համախմբվենք այս հարցի շուրջ, որովհետեւ հավատացեք, գյումրեցիներին ոչ մեկին չի հետաքրքրում մեր քաղաքական հետաքրքրությունները, տրամադրությունները եւ ինտրիգները, որովհետեւ գյումրեցուն հետաքրքրում է իր խնդիրը եւ խնդրի լուծումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի կիրճ, որտեղ ներկայացվել է 3480 քառակուսի մետր տարածքի վրա հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագիծը։ Այն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը։ Նախատեսվում է, որ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, բացօթյա կինոդիտման վայր, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կտրվեն ճարտարապետական ու լանդշաֆտային ինքնատիպ լուծումներ։ Սա իրականում հենց հիմնականում այստեղ հեծանիք քշող, այսպես ասած, խմբի ժողովուրդի հետաքրքիր։ Լավ, մենք կարանք սենց սխեմա անենք, ասենք բանի պետական ներդրումով սա բերենք ինչ-որ տեսքի, հետո տվեք վարձակալության մրցույթով։ Իհարկե կարող։ Այսինքն մրցույթով վարձակալություն համ քաղաքին եկամուտ կգնի։ Վստահաբար։ Հիմա ասենք այս Երևանի ամենահայտնի ձկնորսական գոտին է եւ որպես միտք, որի շուրջ կարանք մտածենք, այս հատվածներում, այս նկատի ունեմ այդ տրամաբանությամբ էլ կարանք զարգացնենք, էլի։ Եթե օրինակ ասենք իրանց էլ այս ծրագրի շրջանակում հրավիրենք, որովհետեւ ես ինչքան հասկանում եմ, հիմնականում այլի կամուրջից ներքևից միջև հիմնական ձկնորսները գալիս են ստեղ։ Եվ եթե պարզվի, ես չգիտեմ, պարզվի որտեղ կարելի է օրինակ որոշակի ձկների պոպուլյացիայի հետ կապված ծրագիր անել, որ սպորտային ձկնորսություն զարգացնել, այսինքն կարա դառնա մի հատ շատ հետաքրքիր ծրագիր, էլի։ Այս հատվածները արդեն դուք վարձակալությամբ տվեք այս տարածքի եւ քաղաքի համար եկամուտի աղբյուր։ Շատ լավ, պարոն վարչապետ, այս նախագծով առաջ ենք շարժվում, մասնավորի համար մրցույթ կառուցում ենք, մասնավորի համար մրցույթ ենք կազմակերպում, մասնավորներից մեկը վստահաբար դա կդարձնի։ Իսկ ընդհանուր այն մեծ ռեկրեացիոն գոտու նախագծի հետ կապված մենք ինչ-որ բան։ Վարչապետ, մենք ամբողջը ունենք վերլուծած, սահմանագծած, բոլոր ինչ պետք է մեկագրել, պատմամշակութային շրջաններ, կենսաբազմազանությանը վերաբերող բույսերը, կենդանիները, բոլորը ունենք ֆիքսել։ Մաստեր պլան։ Այո, մաստեր պլան։ Ամբողջական, էլեկտրոնային մաստեր պլան։ Որտեղից որտեղ, որ հատվածից Կորեայի ձորից մինչև Կորեայի ձորից մինչև հաղթանակի կառույց։ 789 քաղաքացի վերջին ամիսներին ազատվել է անհուսալի վարկ ունեցողի կարգավիճակից։ Պետական ծրագիրն իր առաջին արդյունքներն է տալիս։ Փետրվարի 1-ից գործում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը։ 5715 անձ արդեն հասցրել է շահառու դառնալ։ Նշենք, որ ծրագիրը վերաբերում է մինչև 1 միլիոն դրամ մայր գումարի գծով վարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիներին, որոնց վարկերի ժամկետը անհուսալի է դասված ավելի քան 3 տարի։ Մինչև ծրագրի մեկնարկը կատարված վերլուծությունները ցույց տվեցին, որ ծրագրի պայմաններին համապատասխանող պոտենցիալ շահառուների թիվը շուրջ 218,000 է, նրանցից մոտ 20%-ը որոշակի ամսաթվի դրությամբ չեն եղել հանրապետությունում, նրանցից շուրջ 19%-ը Հայաստանում ունեցել են զբաղվածություն։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այս 5000 ավելի քան 5700 շահառու դարձածների թվում մոտ 27%-ը մինչև ծրագրի մեկնարկը չեն ունեցել որևէ ֆորմալ զբաղվածություն։ Սա այն թիրախն է, որը դրել է իր առջև կառավարությունը, որպեսզի ստվերում գտնվող կամ մասնակի աշխատավարձը հայտարարած անձանց կարողանա ներգրավել ֆորմալ զբաղվածության մեջ։ Նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ եթե մինչև ծրագիրը միջին աշխատավարձն ամսական 145,000 դրամ էր, ապա հիմա 201,000 է։ Ծրագրին դիմելու եղանակը առցանց է, այսինքն ցանկացած պահի, ցանկացած վայրից կարող է ուղղակի մուտք գործել եւ ընդամենը դիմել ծրագրի շահառու դառնալու համար եւ պատասխանը կստանա վարքյանների ընթացքում արդյոք ինքը շահառու է թե ոչ։ Այնուամենայնիվ, եթե կլինեն մարդիկ, ովքեր կդժվարանան առցանց դիմելու հարցում, կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային ցանկացած բաժին եւ այնտեղ տեղում կօգնեն, կլարացնեն դիմումը։ Դիմումից հետո արդեն տեղեկությունը փոխանցվում է գերատեսչություններին, բանկերին, որ քաղաքացին դարձել է շահառու։ Եթե մինչ այդ իր հաշիվների վրա բռնագանձման մինչև 50%-ի դրույթ է սահմանված, ապա շահառու դառնալով այդ
չափը նվազեցվում է 20% եւ պետությունն էլ իր հերթին Շարոյի վճարած եկամտային հարկի ամբողջ գումարը, այսինքն իր աշխատավարձի 20% մոտավորապես համահավասարության սկզբունքով ուղղում է վարկային պարտավորության մարմանը։ Փետրվարից մինչև հուլիսը ներառյալ պետությունը 525 միլիոն դրամ էր հատկացրել։ Կառավարությունը օրեր առաջ եւս 499 միլիոն դրամ հատկացրեց օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբերի վճարումների համար։ Այն շահառուների գծով, որոնց վարկերն արդեն մարվել են ամբողջությամբ, պետությունը հատկացրել է ավելի քան 150 միլիոն դրամ։ Թե ինչու են դիմումները պասիվ, փոխնախարարը նշում է։ Մեր մյուս սոցիալական աջակցության ծրագրերում նույնպես նմանատիպ վարկագիծ ենք տեսնում, այսինքն սկզբնական շրջանում որոշակի թերահավատություն ենք նկատում, այնուհետև երբ մի փոքր ունենում ենք թվերի աճ, դա այսպես ասած ուրեմն տարածվածության էֆեկտով սկսում է կիրառական դառնալ բոլորի համար, բոլոր պոտենցիալ շահառուների համար եւ մենք կարծում ենք, որ այս ծրագրում նույնպես կունենանք նման էֆեկտ։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 31-ն է։ Շահառու դառնալուց հետո աջակցության տևողությունը 24 ամիս է։ Անհրաժեշտ է, որ պոտենցիալ շահառուների աշխատավարձը լինի առնվազն 75,000 դրամ։ Աբու Դաբին անհամբերությամբ սպասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակեն խաղաղության ուղղությամբ աշխատանքները, հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը։ Ամեն մեծ նշանակություն է տալիս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Հետաքրքրված ենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ գործակցության զարգացմամբ, ընդգծել է Շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը։ Նա կարևորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ դրական զարգացումները եւ փաստաթղթի վերջնական Վերահաստատում ենք Աբու Դաբիի պատրաստակամությունը աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որպեսզի այստեղ բնակվող ժողովուրդները ապրեն խաղաղության մթնոլորտում, նշել է ԱՄԷ-նախագահը։ Ցահալը ներխուժել է Գազա քաղաք եւ շարունակել հրթիռակոծությունը։ Իսրայելի բանակի ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ քաղաքն ամբողջությամբ գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի։ Եվս մի քանի ամիս պետք կգա այն ահաբեկչական ենթակառուցվածքներից մաքրելու համար։ Դեֆրինի խոսքով զինվորականների առաջ ժամանակային սահմանափակումներ չեն դրել։ Կանենք հնարավոր է վերադարձնելու գերիներին եւ ոչնչացնելու Համասը, ընդգծել է պաշտոնյան։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ իսրայելական գործողությունների ֆոնին դիտարկում են հրեական պետության դեմ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։ Կայա Կալասի խոսքով Իսրայելի որոշ նախարարների դեմ եւս կարող են պատժամիջոցներ կիրառվել։ Հնդկաստանի եւ Միացյալ Նահանգների բանակցողները պայմանավորվել են ակտիվացնել առևտրային համաձայնագրի ուղղությամբ ջանքերը, հայտնել է Հնդկաստանի առևտրի նախարարությունը ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո։ Բանակցությունները դրական էին եւ հեռանկարային, ընդգծվել է երկկողմ առևտրի կարեւորությունը, նշում են Նյու Դելիից։ Հիշեցնենք, օգոստոսի 6-ին Վաշինգտոնը Հնդկաստանի նկատմամբ 25%-ի լրացուցիչ մաքսատուրք էր սահմանել ռուսական նավթամթերք գնելու պատճառով։ Օգոստոսի վերջին հնդկական ապրանքների եւ ծառայությունների համար ամերիկյան մաքսատուրքերը հասցվեցին 50%-ի։ Վերսկսված բանակցությունների ֆոնին Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Դոնալդ Թրամփն այն հրաշալի է որակել։ Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած աջակցության համար, գրել է Թրամփը Truth Social-ի էջում։ Նարենդրա Մոդին էլ հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման ամերիկյան նախաձեռնություններին։ Վարչապետը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հնդկաստան-ԱՄՆ համապարփակ գործընկերության զարգացմանը։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը հեռախոսով քննարկել են նաև Դոնալդ Թրամփը եւ Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով լավ զրույց են ունեցել, անդրադարձել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համատեղ աշխատանքներին։ Հանձնաժողովը շուտով կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը կտարածվի կրիպտոարժույթի, բանկերի եւ էներգետիկայի վրա, գրել է Լայենը X-ի էջում։ Նա հավելել է, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի արագացնել ռուսական վառելիքի ներմուծման փուլային դադարեցումը, քանի որ այդ վառելիքից ստացված եկամուտն օգտագործվում է Ուկրաինայի դեմ։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը դիմել էր ՆԱՏՕ-ին եւ այլ երկրների, հայտարարել, պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրները նույնն անեն ու այլևս Ռուսաստանից նավթ չգնեն։
2025-26-ը հայտարարվել է անվտանգ եւ ապահով կրթական միջավայրի տարի։ Նպատակն է ապահովել բռնությունից զերծ, հոգեբանորեն բարենպաստ, առողջ ու զարգացնող միջավայր։ Այս առումով կարևոր է մասնագետների շարունակական վերապատրաստումը։ Մենք գիտենք, որ եթե մենք խոսում ենք արդյունավետ կրթության համար եւ կրթություն բոլորի համար, ապա չեն կարող չշեշտադրել անվտանգ միջավայրը ֆիզիկական եւ սոցիալ-հոգեբանական։ Եվ իմ առաքելությունը այսօր կայանում է նրանում, որ վերապատրաստեմ տարածքային մասնագետներին, ովքեր հետո կվերապատրաստեն բոլոր դպրոցների ուսուցիչներին, ծնողներին, կիրականացնեն իրազեկման աշխատանքներ նաեւ երեխաների շրջանակներում։ Բռնության, բուլինգի եւ անհանդուրժողականության դեպքերը ցավոք այսօր ավելի հաճախ են հանդիպում։ Միևնույն ժամանակ բարձրացել է տուժածների իրազեկվածության մակարդակը։ Նրանք աջակցության համար ավելի հաճախ են դիմում։ Բոլոր աշխատանքները կարծես թե ուղղված են հենց դրան, ստեղծել այդ ապահով միջավայրը, ուսումնասիրելով եւ ֆիզիկական միջավայրը եւ սոցիալ-հոգեբանական միջավայրը, իրականացնելով իրազեկման աշխատանքներ, որովհետեւ եթե մենք ունենք իրազեկ հասարակություն, դա ծնող երեխա ուսուցիչ, ուրեմն մենք ապահով ավելի միջավայր ունենք, որովհետև շատ դեպքերում երեխաները տեղյակ չեն լինում, թե որն է բռնությունը, ընդհանրապես որն է բռնությունը, որ անգամ որն է բուլինգը, որ անգամ խոսքով կամ հոգեբանական ճնշումով դու կարող ես ներազդել երեխայի վրա։ Շարունակական վերապատրաստումը կարևորում են նաև մասնագետները։ Նոր հմտությունների ձեռքբերումն ավելի է նպաստում արդյունավետ աշխատանք իրականացնելուն։ Որքան էլ մասնագիտական առումով ունենք բազա գիտելիքային, միևնույն է գործնականը մեծ նշանակություն ունի։ Ավարտել եմ 2008 թվականին, այդ ժամանակ գոյություն ունեին եզրույթներ, որ հիմա գործածելի չեն, տերմիններն են փոխվում, աշխատելավոճն է փոխվում, խնդիրներն են փոխվում, կապկու երեխաների տարիքային առանձնահատկություններն են փոխվում եւ դրան զուգահեռ պետք են վերապատրաստումները, որ աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն։ Ուսուցիչների, ծնողների եւ աշակերտների սերտ համագործակցությունը բուլինգի, ժամանակին հայտնաբերման եւ կանխարգելման գլխավոր նախապայմանն է։ Ճիշտ է, բուլինգը նորամուծություն բառ է, բայց բռնությունը միշտ եղել է եւ դրա դեմ պայքարը նույնպես միշտ եղել է, որպեսզի մենք անվտանգ եւ ապահով միջավայր ստեղծենք երեխաների համար, դրա համար ենք վերապատրաստվում եւ պետք է այդ վերապատրաստումը անցկացնենք նաեւ մեր տարածաշրջանային դպրոցներում։ Ծնողների իրազեկվածությունը կարծում եմ, որ բավարար է, որովհետեւ դրա համար միշտ մենք սեմինարներ ենք կազմակերպում, բաց դասեր ենք անում նաեւ աշակերտների համար, իրազեկում ենք եւ կարծում եմ այսօրվա պայմաններում գուցե ինչ-որ բանի կհասնենք։ Բուլինգը լուրջ վտանգ է սովորողի հոգեբանական եւ սոցիալական զարգացման համար։ Ուստի դրա կանխարգելումը հատկապես կրթական միջավայրում առաջնահերթություն է։ Կարևոր է ձևավորել փոխադարձ հարգանքի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն պաշտպանված կզգա։ Գյուղական բնակավայրերի դպրոցականներին ներգրավել բնապահպանական մոնիթորինգի եւ հետազոտությունների ոլորտներում, զարգացնել նրանց գիտական եւ գործնական հմտությունները կենսաբանություն եւ քիմիա առարկաներից։ Կարմիր գյուղի համար 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն արդեն ունեն այս հնարավորությունը։ Չեխիայի Հանրապետության զարգացման աջակցության ծրագրի համաֆինանսավորմամբ շրջակա միջավայր եւ առողջություն հասարակական կազմակերպությունը դպրոցում էկոլաբ է հիմնադրել։ Ինչու էկոլաբ, որովհետև լաբորատորիան համալրվել է հատուկ բնապահպանական թեկվածություն ունեցող սարքավորումներով, դաշտային նաև ուսումնասիրության սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան աշակերտներին ուսումնասիրել, հետազոտել օդի, հողի, ջրի աղտոտվածությունը, նաև սննդամթերքի որակը։ Քիմիան եւ կենսաբանությունը մեզ համար ավելի հետաքրքիր դարձան, քանի որ մենք դասընթացների ժամանակ կատարել ենք մի շարք հետազոտություններ։ Աշակերտները կատարում են հողի եւ ջրի վերլուծություն, որոշում են իրենց սեփական հողամասերում աճեցվող եւ խանութից գնված պտուղներում տարբեր պարարտանյութերի թույլատրելի նորմերն ու դրանց խախտումները։ Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին զարմացրել է հատկապես աղջիկների հետաքրքրվածությունը բնագիտությամբ։ Ես արդեն հասկացել եմ, որ այստեղ ուսուցիչներն ու աշակերտները փորձում են մի բան անել, եւ դա շատ տպավորիչ է։
Ինչ վերաբերվում է լաբորատորիային, այն մի փոքրիկ աջակցություն է, որը Չեխիան կարողացավ ցուցաբերել, որպեսզի այս փոքրիկ գյուղական դպրոցի աշակերտները հնարավորություն ունենան սովորելու։ Ես տեսնում եմ, որ այսպիսի փոքր բնակավայրերի աշակերտները մոտիվացված են, լի են էներգիայով։ Այստեղ տեսնում եք, աղջիկներն են հետաքրքրված քիմիայով, եւ մենք ցանկանում ենք աջակցել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան զբաղվել քիմիայով։ Շատ կարևոր է, որպեսզի երեխան իր գիտելիքը կարողանա վերածել հմտության, կարողանա իրականացնել կյանքի մոտիկ գտնվող գործնական աշխատանքներ։ Էկոլաբի բացումը տրամաբանական շարունակությունն է շրջակա միջավայր եւ առողջություն հասարակական կազմակերպության կողմից Չեխիայի Հանրապետության աջակցությամբ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում իրականացված կանաչ գոտիներ ծրագրի։ Եթե մենք կարողանանք երեխաներին հասցնել էկո դաստիարակությունը ինչ է, մենք ունենանք բավականին լավ հասարակություն։ Դպրոցական լաբորատորիան վերանորոգվել եւ կահավորվել է պետական միջոցներով, իսկ լաբորատոր պահարանները, քիմիական նյութերը, սարքավորումները եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի կրթական սարքերը ձեռք են բերվել Չեխիայի Հանրապետության ֆինանսական աջակցությամբ։ Ընդհանուր առմամբ Գեղարքունիքի մարզում ավելի քան 20 դպրոցական լաբորատորիա է վերանորոգվել եւ կահավորվել պետական միջոցներով։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ դպրոց գնալու։ Լավ է սովորելու։ Հա։ Թեպետի միջնակարգ դպրոցի նոր շենքի բացումը ուրախալի առիթ էր ոչ միայն դպրոցում առաջին քայլերն անող փոքրիկների համար, այլև ավագ դասարանցիների։ Բարձր սեյսմակայունությամբ նորակառույց դպրոցը ներառում է լուսավոր ու գունեղ դասասենյակներ, մասնագիտացված լաբորատորիաներ եւ ինտերակտիվ սենյակներ, որոնք միտված են ոչ միայն գիտելիքների արդյունավետ յուրացմանը, այլև աշակերտների ստեղծարար ներուժի բացահայտմանն ու դեպի ընտրած մասնագիտությանը հասնելու դյուրին ճանապարհին։ Հին դպրոցում չունենք լաբորատորիաներ, իսկ այստեղ բոլոր առարկաներից, որոնք որ պետք են լաբորատորիա ունենք, ինձ թվում է այս դպրոցում ավելի լավ կսովորենք, տեխնոլոգիաներով զարգացած։ Մասնագիտություն ընտրել եմ, ծրագրավորումը, համակարգչային գիտության դասերին ինձ թվում է կխորացնեմ գիտելիքներս, դա եւս մի դրական ազդեցություն կլինի իմ վրա։ Հայաստանի մանուկներ հիմնադրամը Լոռու մարզում նախագծել եւ իրականացրել է բազմաթիվ ենթակառուցվածքային ծրագրեր։ Թեպետի դպրոցն ամբողջությամբ կառուցվել է ՔՕԱՖ-ի կողմից բարերարներ Հարություն եւ Սյուզան Մանգոյանների հովանավորությամբ։ Ծրագրի արժեքը կազմել է 2 միլիոն ԱՄՆ $։ Շենքին կից կառուցվել է նաեւ բացօթյա մարզահրապարակ ու խաղահրապարակ, բարեկարգվել է հարակից տարածքը։ Կառավարության հետ համագործակցությամբ դպրոցը հագեցվել է գույքով եւ ժամանակակից սարքավորումներով։ 300 դպրոցներից մեկը եւս իրականություն դարձավ։ Միայն դպրոցի շենքով չէ, մեր համար շատ կարևոր է եւ ամենակարևորը այս պահից սկսած լինելու է բովանդակությունը շենքում, ինչպիսի կրթություն է մատուցվում, ինչպիսի հնարավորություններ են ստեղծած։ Մենք շատ բազմաֆունկցիոնալ շենք ենք նախագծել եւ կառուցել, թե ինչպես է այն օգտագործվում այդ նպատակին համահունչ եւ դրա շրջանակներում դեռևս մի քանի տարի առաջվանից մենք սկսել ենք ընդհանրապես Դեպետի դպրոցի հետ տարբեր վերապատրաստման ծրագրեր IB միջոցով արել ենք արդեն իսկ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը ներկայումս դպրոցի բացումից հետո սկսում ենք համագործակցությունը Դասավանդիր Հայաստանի հետ, ծերուն ծրագիրը այստեղ կիրագործենք, տարբեր դպրոցներ այս տարվա ցանկում ընդգրկված էին, բայց մեր աջակցությամբ նաև մենք ստանձնել ենք այդ նաև ծերուն ծրագրի իրականացումը հենց այս դպրոցում Դեբետում, որովհետեւ նաև համոզվենք, որ որակական փոփոխություններ է ապրում դպրոցը։ Նորակառույց դպրոցը մեծ փոփոխություն կբերի համայնքի կյանքում։ Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում կրթության որակին։ Նոր դպրոցում նորովի լուծումներ կներդրվեն։ Սա լայն հնարավորություն է գյուղաբնակ երեխաներին տալ այն հնարավորությունները, որը նույնիսկ գերանելի է քաղաքաբնակ երեխաներից շատերի համար։ Մեզ համար առավել կարևոր է այն հանգամանքը, որ շեշտադրումը ոչ թե դրվել է նոր շենքի հիմնակառուցման վրա միայն, որը շատ գեղեցիկ դիզայն ու նորարարություն է իր մեջ պարունակում, այլ նաև այն մոտեցումները, որ մեծ ֆինանսներ են ներդրվել ու մեծ ջանքեր են գործադրվել ուսուցիչների վերապատրաստման, նորարարական տարբեր մոտեցումների եւ նոր գաղափարների ներդրման համար դպրոցում։ Այժմ դպրոցն ունի 116 աշակերտ։ Մինչ այս դասապրոցեսը ժամանակավորապես կազմակերպվում էր Լոռու ՔՕԱՖ Smart կենտրոնում։
Դպրոցի նոր շենքը կարող է ապահովել ավելի քան 190 աշակերտի ուսումնառությունը, երեխաների զարգացման համար ավելի նորարար միջավայրով։ Մենք չէինք էլ երազի, որ նման դպրոց կունենանք, ասեմ, որ մեր հին դպրոցը չնայած այդքան էլ վատը չէր, բայց չուներ այն հնարավորությունները, որը ունի այժմյան դպրոցը, շատ մեծ առաջընթացի հույսեր ունի մեր դպրոցը եւ հաստատ համոզված եմ մենք կհասնենք նման արդյունքների, որովհետեւ մեր հետ աշխատում է նաև դասավանդի սերունդ ծրագիրը եւ 2 տարի մեր դպրոցում աշխատանքներ է անցկացնելու, ինչը ավելի մեծ հնարավորություններ կտա, որպեսզի մենք աչքի ընկնենք, մեր դպրոցը աչքի ընկնի ընդհանուր Հայաստանի Հանրապետության մասշտաբով։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը, կենտրոնանալով մասնավորապես երեխաներին եւ երիտասարդներին վերաբերվող ծրագրերի ու կարիքների վրա։ Քոաֆի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական եւ տնտեսական զարգացումը։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերություն Արտամետ գյուղի վարչական տարածքում իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում։ Սեպտեմբերի 13-ին տեղեկությունը ստուգվեց Բաղրամյանի համայնքային ոստիկանների հետ։ Տեղում աշխատում էր էքսկավատոր, հայտնաբերվեց նաև ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված 3 խոշոր բեռնատար։ Վարորդները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին վարչություն, իսկ բեռնատարները պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Արմավիրի մարզային կնչական վարչություն, որտեղ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են զարգացնել կարողություններն ու կատարելագործել հմտությունները։ Ծառայության մեջ այսուհետ կկիրառվեն արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր, բարձրացնելով արձագանքման օպերատիվությունը։ Սեպտեմբերի 9-ին եւ 10-ին անօդաչու թռչող սարքերի կիրառման հատուկ դասընթացներ անցած Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի եւ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ տեսական ու գործնական քննություններ են հանձնել։ Ձեռք են բերվել դրոններ, որոնց կիրառման նպատակն է Երևան քաղաքում, ինչպես նաև հանրապետությունում զանգվածային միջոցառումների, հանցագործությունների բացահայտման, խցանումների մշտադիտարկման արդյունավետության բարձրացումը։ Ոստիկանության զորքերի ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանության եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ բարեփոխումների շրջանակում ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ լիազորված հակաահաբեկչական գործողությունների իրականացման, տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների հաջող կատարման, գործողությունների եւ դրանց իրավաչափության ապահովման համար եւս կարեւոր նշանակություն ունի անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ գործածումը։ Անօդաչու թռչող սարքերը հագեցած են ժամանակակից բարձրակարգ անվտանգության համակարգով, ունեն բազմաֆունկցիոնալ հնարավորություններ։ Արհեստական բանականության շնորհիվ ոստիկանության ծառայողները կարող են տեղերից, օրինակ օպերատիվ կառավարման կենտրոնից բարձրացնել անօդաչու թռչող սարքը եւ կարճ ժամանակամիջոցում պարզել, թե քանի մեքենա է որևէ խաչմերուկում հայտնվել խցանման մեջ, որն է խցանման պատճառը, անկարգությունների ժամանակ ֆիքսել իրավախախտներին, ավտոմեքենայի պետհամարանիշը, մագնիշը։ Անօդաչու թռչող սարքերն ունեն նաեւ բարձրախոսների միջոցով քաղաքացիներին իրազեկելու հնարավորություն։ Ծառայողները կստանան համապատասխան սերտիֆիկատներ, որի արդյունքում արդեն կարողանանք լիարժեք կիրառել դրոնները։ Առաջիկայում նման դասընթացներ նախատեսվում է անցկացնել նաև ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողների համար։ Ներքին գործերի նախարարությունը իրացնելով ներքին անվտանգության ապահովման պատասխանատու հանձնառություն մշտապես կարևորում է վերապատրաստումների ու դասընթացների միջոցով ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացումը։